Սուրբ Գրիգոր Լուսավորիչը երրորդ աստիճանի բարձրագույն կատեգորիա ունեցող ծննդատուն է արդեն տարիներ շարունակ, ինչը նշանակում է, որ այստեղ մասնագիտական բուժօգնություն կարող են ստանալ բոլոր հղիները։ Մտնելով ծննդատուն, մեր հղիները առաջինը հայտնվում են մանկաբարձական ընդունարանում, որտեղ մեր հոգատար անձնակազմը նրանց նախապատրաստում է, այնուհետև նրանք այցելում են գերձայնային հետազոտության կաբինետ, մենք առանձին բաժանմունք ունենք գերձայնային հետազոտության, որը հագեցված է ժամանակակից վերջի սերնդի 3-4D ապարատներով, նաև անհրաժեշտության դեպքում կատարվում է դոպլեր պլյուսոմետրիա եւ անցնելով այդ հետազոտությունները նա հայտնվում է ծնարանում։ Քանի որ մենք գտնվում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուրգի կառույցում, իրականացվում է ցանկացած նեղ մասնագետների կոնսուլտացիա, որովհետև բոլոր հղիները չէ որ ունեն մեն նորմալ ընթացքով հղիություններ։ Նեղ մասնագետների կոնսուլտացիաներն են, օրինակ տեղում ապահովում ենք էնդոկրինոլոգի, թերապևտի, ատամնաբուժի, հոգեբանի, անոթաբանի, վիրաբույժի եւ այլ նեղ մասնագետների կոնսուլտացիաներ։ Ծննդատանը ունենք բարձր ռիսկի հղիների բաժանմունք, որտեղ հոսպիտալիզացվում է ինչպես մեր կանանց կոնսուլտացիայի բարդացած մանկաբարձական եւ սոմատիկան ամնեզով հղիները, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության այլ մարզերից եւ Երևան քաղաքի այլ կոնսուլտացիաներից ուղեգրված բարդություն ունեցող հղիները։ Այստեղ մեկտեղված են ապագա մայրերի համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները, սկսած ընթացիկ հետազոտություններից մինչև բարձր ռիսկի հղիների հսկողություն, լաբորատոր ախտորոշում, վաղածինների հատուկ խնամքի բաժանմունք եւ այլ անհրաժեշտ ծառայություններ։ Երրորդ մակարդակի ծննդատունը անհրաժեշտ է, որ ունենա մանկական ռեանիմացիոն բաժանմունք, ինչը մեզ մոտ կա իհարկե եւ հագեցված լինի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ի ուրախություն մեզ մեր ծննդատանը նույնիսկ կան սարքավորումներ, որոնք եզակի են Հայաստանում։ Բազմապրոֆիլ ծննդատունը սպասարկում է նաև անպտղությամբ տառապող արգանդի պարանոցի քաղցկեղով, հորմոնալ եւ այլ խնդիրներով բուժառուների։ Շաբաթվա բոլոր օրերին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում գործում է մայրության դպրոցը, որտեղ հղիները կարող են գիտելիքներ ստանալ այն ամենի մասին, ինչը հարկավոր է իմանալ գրագետ ծնող դառնալու համար։ Մայրության դպրոցում հղիները նախապատրաստվում են մոտալու ծննդաբերությանը, բացատրվում է հղիներին, թե ինչ փոփոխություն է տեղի ունենում իրենց օրգանիզմում, ինչպես պետք է նախապատրաստվեն ծննդաբերությանը, ինչպես պետք է կերակրեն երեխաներին եւ նորածինների խնամքի մասին նույնպես ինֆորմացիա է տրվում։ Հղի կնոջը ամենակարևորը, երբ սկսում է ծննդաբերական գործունեությունը, պետք է մարդիկ, ովքեր կիսում են իր հետ իր հուզմունքները, իր ցավը եւ այլն, պետք է իրենց հոգատար վերաբերմունքը եւ մարդիկ ում ինքը կարող է վստահել։